Ձեր կարծիքով ինչու է Փաշինյանը ընտրություններից 2 ամիս առաջ հանդիպում խնդրել Պուտինի հետ։ Բարի ջան, չգիտեմ, այդ արդեն իրեն հարց տուր։ Դուք ինչ-որ բան սպասում եք իրենց հանդիպումից։ Ոչ մի լավ բան, դեպի վատ։ Ուզում է նրա հետ խոսա, ուզում է գնա, ինքը արդեն զրո է։ Իրեն ոչ մեկը չի հավատում։ Ճիշտ է, ես ինքս շատ եմ ուզել իր հետ, իր ընտրությունների ժամանակ։ Բոլորին քան հոգու հետ կռվել եմ, իջել եմ, ասել եմ, չէ, լավ է, բայց հիմա չեմ ուզում անունը լսեմ դաժե։ Ոչ էլ ուզում եմ տելևիզորը նայեմ, հենց ինքը գրած է ջնջում, անջատ։ Ոչ մի բան ցավոք տանում, լավ բան կա, դու լավ քո բանով, հիշողությամբ լավ բան տեսնում ես։ Չկա, լավ բան չկա, պրոստ մեր ժողովուրդը պետք է բոլորը գիտակցեն, որ էսի խաղաց մեր գլխին, մեզ տարավ դեպի անդունդ, հիմա գոնե հետ գանք, ասմա ճամպի կեսիցեր է, հետ առնել է մի բան, գոնե հետ գանք, բալա ջան, գանք մեր երեխեքը, թորներ ունեմ, երեխա ունեմ, տուն ունեմ, տեղ ունեմ, արել, դրել, հիմա ես չա թուրքն է բերում, թուրքն ով է, երիկա իմ աղբերս տարը գնացել մահացել իր համար, բայց այսօրվա օրը ես հիմա գնամ թուրքը բերեմ էստեղ, կրնի ինքը որ մնաց, Հայաստանը չկա, նորիվ թուրք է դառնալու, արդեն ինքը երևում է, հերրակա ինքը մեզ սովորացնում է, որ պետք է դիմանանք, համբերենք, մեր մեջ պետք է արդեն մտնենք, բայց ոչ մի հայ, ես չեմ պատկերացնում, ոչ մի հայ չի ուզում, որ ինչ-որ ես է թուրք մտնել, կարող է դու իմանաս, չես իմանում թուրքը, բայց ես լավ գիտեմ, ես արդեն 90 տարեկան եմ դառնում, ես այնքան բան եմ տեսել, ամեն ինչ տեսել եմ, բայց լավ բան չկա, թուրքից ոչ մի բան մի սպասեք, բալա ջան, մենակ կարողանում եք դուք եկան, ագիտացիա եք անում, ոնց եք անում, դե մենք չեմ իմանում, մարդ ինքը հասկանում է, չէ տեսնում ես, ասելով չի, ինչ խաղաղություն, եսի խաղաղություն չէ դառնությունը, ես դες կասեմ բալա ջան,